Ռումինիայի մայրաքաղաքում բացվել է Դելլա Արարատ Լա Ստրադա Արմենասկա Հայաստանի ու հայերի մասին ցուցադրությունը Բուխարեստի գլխավոր թանգարանում։ Ավելի քան 1 ամիս ռումինացիները կծանոթանան հայ ժողովրդի պատմությանը, որի մի մասը միահյուսված է հենց այդ երկրի կենսագրությանը։ Չէ՞ որ առաջին հայերը այդ երկրում հաստատվել են դեռ 10-րդ դարում։ 4 դար անց հայ համայնքն այնքան է հզորանում, որ Ռումինիայի իշխանը նրան շնորհում է առևտրային արտոնություններ։ Ռումինահայ համայնքի մասին Հայաստանում քիչ բան է հայտնի։ Մեծ հաշվով մենք սիրում ենք այդ երկիրը, որովհետև այնտեղից է մեր ամենասիրելի կաթողիկոսներից մեկը, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը։ Իր գոյության մասին հիշեցնում են նաև այս օրերին Վարուժան Ոսկանյանը, տարբեր տարիների Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը, որի շշուկների մատյան գիրքը ցեղասպանության մասին դարձել էր միջազգային բեսթսելլեր։ Այսքանով հանդերձ Ռումինիայում հայկական հետքը շատ ավելի խորքային է, ավելի ինտեգրված ու ներկայացուցչական քչերին է հայտնի, որ Բուխարեստի զբոսաշրջային ամենահայտնի համալիրը, որտեղ 1812 թվականին կնքվել է ռուս-թուրքական պայմանագիրը, պատկանել է հայի Մանուկ Բեին, իսկ ռումինական արիստոկրատիային սուրճը ներկայացրել, իսկ հետո նաև մատակարարել են հայերը, Կարաբելյանները։ Մի խոսքով Ռումինիայում պատկառելի հետք ենք թողել, որը կներկայացնի Անի Հակոբյանը։ Արարատից Կարպատներ հայոց ճանապարհը մեկ առ մեկ ընտանիք առ ընտանիք ցուցանմուշներով է ներկայացված։ Ռումին շինականի ազգային թանգարանը բուխարեստիներին առաջարկում է ծանոթանալ այն ժողովրդի հետ, որն այս երկրում հաստատվել է ավելի վաղ, քան կստեղծվեր Ռումինիա պետությունն ու կհիմնվեր մայրաքաղաք Բուխարեստը։ Հայերը Ռումինիայում ապրում են 1000 տարի, մոտ 1000 տարի ենք ասում, եւ իհարկե նրանք ծանոթ են հայերին, գիտեն ընդհանրապես հայերի մասին, նրանց պատմությունը, դժվար պատմությունը, բայց գիտեն հայերին որպես ստեղծագործ ժողովուրդ։ Լավագույն գորգագործներ, հմուտ ոսկերիչներ, տաղանդավոր նկարիչներ, հաջողակ ձեռներեցներ, հարգված գիտնականներ, հայերը ռումինական տարածքների պատվավոր վերաբնակներն են եղել ու են առ այսօր։ Խոդարներն էին ստեղ, ռումինացի, մարդիկ, որոնք չէին ցավում եւ այն չէր, ինչ որ պետք է լիներ գերեզմանը։ Գևորգ Պարոնյանը գերեզմանատան պահակ արտահայտությունից զայրանում է ու ծանրակայլ, բայց պատրաստական ուղեկցում պատվավոր ռումինահայոց մոտ։ Ջագադամարտում զոհվածներ են սրանք։ Առաջի համաշխարհային պատերազմը, ես էլ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Բուխարեստի հայկական գերեզմանատունը 1856 թվականից է գործում։ 3500 շիրիմ կա։ Պարոնյանը յուրաքանչյուրի մասին գիտի գրեթե ամեն ինչ, բայց սիրում է պատմել հանգստարանի ոչ հայ ննջեցյալի մասին։ Համաշխարհանում փիլիսոփայությունն էր գալիս, շատ մոդիկ էր հայերին, կարող եմ ասել հայասեր էր, եւ իր կյանքի վերջում խնդրել էր, որ անպայման հայկական գերեզմանում տաղվի։ Մեկ էլ կանգ է առնում ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հոր Շիրմաքարի մոտ, հիշում Վազգեն Բուխարեստցու, այն ժամանակ դեռ Լևոն Կարապետ Պալճյանի դասախոսությունները։ Հավաքում էր երիտասարդներին եւ անպայման Հայաստանի եւ հայության մասին էր զեկուցումներ դառնում։ Ամենայն հայոց կաթողիկոսին ռումինահայ ավագ սերունդը հպարտությամբ է հիշում երիտասարդներին էլ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետած եկեղեցու մուտքն է հուշում։ Կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո հենց այստեղ է Վազգեն եպիսկոպոս Պալճյանը առաջին պատարագը մատուցել։ 1915 թվականին հայեր կառուցեցին այս փառավոր եկեղեցին, սա ապտակ մներ թուրք չարտարարներուն, ասելով որ եթե դուք մեզ կչարթեք, մենք այստեղ այս հոյակապ տաճարը կկառուցենք։ Եվ սա տեսակը բալասխան էր, որ հայ ժողովուրդը չի մնա թանգարանի մեջ, այլ հայ ժողովուրդը այսպես հերաշալի եւ հոյակերտ եկեղեցիներ կկառուցի։ Սուրբ Հրեշտակապետացի հասցե Ստրադա Արմենիասկանը, երբ կառուցվում էր առաջնորդարանիստը, հայկական փողոցը քաղաքի արվարձանային հատվածում էր։ Հիմա Ստրադա Արմենիասկան Բուխարեստի կենտրոնում է։ Այստեղ հայկական եկեղեցու շուրջ են համախմբված Ռումինահայոց միությունը, հայկական մշակութային տունը, Ռումինահայ մամուլի գլխավոր հրատարակչությունները։
Astfel că în ziua de astăzi avem 1950 թվականից չի ընդհատվել նոր կյանքի հրատարակությունը։ Արարատ հանդեսը փորձել է միշտ լուսաբանել ու հոդվածներ տպագրել Հայաստանի իրադարձությունների եւ հայ համայնքի գործունեության մասին։ și Ararat în limba română. Ռումիներենից հայերը եւ հակառակը 50,000 բառով երկհատորյակ բառարանը Արարատ հրատարակչության պարծանքն է։ Հայ գրականությունն ու պատմությունը Արարատում է թարգմանվում ու տպվում։ Հիմնականում հայ համայնքի համար ենք աշխատում, սակայն փորձում ենք հետաքրքրել նաև ռումին ընթերցողին։ Արարատ լոգոտիպով մի օր լույս կտեսնի նաև դրոյի ռումիներեն կենսագրականը, Պերճ Մարգարյանի երազանքն է։ 8 տարեկան էր 15 թվականին։ Այդ մասին խոսելիս խոժոռվում է, դրոյի հետ հանդիպման հիշողությունն է միայն հուշակարոտ արթնացնում։ Անցրևոտ օրմն էր եւ Մարիիս հետ կացած էինք Ռաֆի աստադության մասնակցին ջարին դրոյին ասանցևը դին ինքը ինձի մայրիկս օտոյով դարավ դուն։ Ռումինիայի հայերի միության 91-ամյա գլխավոր քարտուղարը աշխատասենյակից հեռանալու մասին չի էլ մտածում։ Միության դուռը առավոտյան առաջինն է բացում, երեկոյան վերջինը փակում։ Անելիքը շատ է։ Պերճ Մարգարյանը այն մարդկանցից էր, որոնց շուրջ 90-ականներին համախմբվեց Ռումինիայի հայ երիտասարդությունը։ Եվրոպայի ամենահին հայ համայնքը կոմունիստական վարչակարգի անկումից հետո վերամիավորվեց։ 1932 թվականին գաշվի շուրջ 80,000 հայություն կար։ Հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարում, 14-րդ դարի երկրորդ կեսին հայերի թիվը երկրում այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտը հատուկ հրովարտակով հայ վաճառականներին արտոնություններ է շնորհել։ Վերջին 200 տարիներու ընթացքին չի գա Ռոմանիո պատմության մեջ կարևոր դեպք, որ հայը չգտնվի։ Ռումինիայում այժմ բնակվում է մոտ 2000 հայ, բայց հայերը Ռումինիայում շարունակում են մեծ կշիռ ունենալ։ Ռումինիայի հայերի միության նախագահը 2006-ից 2008 թվականներին եղել է Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարը, 2012-ից 13-ին էկոնոմիկայի նախարարը։ Վարուժան Ոսկանյանը 2005-ից առ այսօր Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահն է։ Այժմ սենատոր Վարուժան Ոսկանյանի շշուկների մատյան գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով։ Եթե խարքես քու արյունիտ ցայնը եւ քու գնունքիտ սրբությունը կրնաս ամեն բան այդպես անել, որ այդ տեսակ ասպարեզներ, այդ տեսակ այլընտրանքներ, որոնք մագերեսային ցևով չեն հարմարին։ Ռումինահայոց միության միությունը նույնպես Վարուժան է Փամբուկչյանն էլ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է։ Պարլամենտում ներկայացնում է Ռումինիայում բնակվող 18 ազգերի շահերը։ Նա ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավարն է։ 2,500 ենք, բայց մեկ երեսփոխան եւ մեկ սենատոր ունենք։ 2,500 ենք, բայց ահագին եկեղեցիներ ունենք։ Ոչ միայն հայ ռումինացի քաղաքական գործիչներին, երկրի բարձրաստիճան հյուրերին Բուխարեստում հայկական սուրճի բույն է գրավում դեպի Պյատա Ռոզետի փողոց։ Գեորգե Ֆլորեսկոն 1530 թվականից հայկական սուրճ է առաջարկում։ Ռումինացի սրճավաճառը խիստ բարկանում է, երբ եվրոպացիները թուրքական են կոչում հին մայրցամաք հայերի բերած ըմպելիքը։ 1530 թվականին առաջին հայ սրճավաճառը իր խանութի դռները բացեց Դամասկոսում։ Այդ ժամանակից սուրճի առևտրի մենաշնորհը ամբողջ աշխարհում հայերինն է։ Ռումինիայի թագավորական տան սուրճը Կարաբելյաններն էին մատակարարում։ Նրանք առաջինն էին, որ սուրճի բույրը տարածեցին Ռումինիայում։ Հայկական սուրճը միակ հայկականը չէ։ Ռումինացիները իրենց մայրաքաղաքի հյուրերին սիրով ցույց են տալիս Բուխարեստի ամենահին կառույցը՝ Մելիքի տունը։ Կասամելիքը կառուցվել է 1750-ականներին։ Տունը 1815 թվականին գնել է հայ առևտրական Գևորգ Նազարեթյանը։ Այնուհետև տունը պատկանել է նրա աղջկան Աննային, որն ամուսնացել է ճարտարապետ Հակոբ Մելիքի հետ։ 1848-ից սկսվում է ռումինական հողերի միավորման շարժումը։ Մելիքի տունը դառնում է Բուխարեստի հեղափոխականների թաքստոցը։ 1960 թվականից Կասամելիքը ռումինացի նկարիչ Թեոդոր Պալադիի թանգարանն է։
Ռուս-թուրքական հաշտության 1812 թվականի պայմանագիրը կնքվել է հենց այստեղ հայ առևտրական եւ դիվանագետ Մանուկ Բեյի պանդոկում եւ նրա գործուն մասնակցությամբ։ Կարվանսարայի տեսքն ամբողջությամբ պահպանված է։ Այն այժմ Բուխարեստի տուրիստական գլխավոր գրավչություններից մեկն է։ Մանուկ Բեյի հյուրատունը բացվել է 1808 թվականին արևելք-արևմուտք առևտրային ուղու հայտ տիրակալը ռուս-թուրքական հաշտության գլխավոր բանագնացներ։ Մանուկ Բեյի Կարվանսարայում է հնչել նաեւ առաջին ռումինական օպերետան։ Գրատպության, ձեռներեցության, արվեստների ու արհեստների ամենակարող տիրակալներ, այսպես են ռումինացիներն հիշում ու ճանաչում Արարատյան երկրի ժողովրդին։ Ցուցանմուշները Ռումինիայի հայկենտրոն շրջաններից են հավաքվել մայրաքաղաքում ու ներկայացվում են Դե լա Արարատ Լա Ստրադա Արմենիասկա ցուցադրությամբ։ Բուխարեստի գլխավոր թանգարանը այցելուներին մեկ ամիս կներկայանա հայկական դիմագծով։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական, Բուխարեստ, Ռումինիա։ Նոր հերոսներով ու թեմաներով կհանդիպենք մեկ շաբաթից, օրն ու ժամը անփոփոխ հանդիպում ենք Գիրակ Նուրիա ժամին։